Հայաստանում գրանցվել է արևմտյան նեղոսի տենդի այս տարվա առաջին դեպքը, ինչից զգուշանալ եւ ինչպես մոծակի խայթոցը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Պետք է ուղղակի հետևեն կանխարգելիչ միջոցառումներին, պաշտպանեն մոծակներից, ցանցերի միջոցով, տարբեր տիպի սպրեյների միջոցով, պետք է փորձենք կանխարգելիչ միջոցառումներ ունենալ։ Արևմտյան նեղոսի տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն տարածում են մոծակները։ Հիվանդությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես տարեցների եւ քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողների մոտ։ Հիվանդության բարդացման փուլում ուղեղում կարող է բորբոքում առաջանալ։ 80%-ի մոտ վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է անախտանիշ, բայց ունենում ենք նաև բարձր տարիքի քաղաքացիների մոտ բարդացումներ։ Հայաստանում անցյալ տարի արձանագրվել է արևմտյան նեղոսի տենդի 132 դեպք։ Վիրուսը 4 մարդու կյանք է խլել։ Գլխացավ, ջերմություն, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, հոդացավ, աչքերի ցավ կամ անհանգստություն։ Սրանք են հիվանդության ախտանշանները։ Ծանր դեպքերում լինում են գլխուղեղի, ողնուղեղի թաղանթների բորբոքում, գիտակցության կորուստ, ցնցումներ, նյարդային համակարգի ախտահարումներ։ Մեծ տարիքի քաղաքացիների մոտ այն կարող է ունենալ բարդացումներ, առավել ևս եթե ունեն այլ ուղեկցող հիվանդություններ, դրա համար պետք է շատ ուշադիր լինել ախտանշաններին։ Բարձր իմունիտետ ունեցող մարդիկ կարող են որևէ ախտանշան չունենալ։ Արևմտյան նեղոսի տենդի դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա, կիրառվում է ախտանշանային բուժում։ Տարածման պատճառները բազմազան են՝ գլոբալ տաքացումից մինչև վարակված թռչունների միգրացիա, որոնցից էլ մոծակը վերցնում է վիրուսն ու փոխանցում մարդուն։ Մոծակների բազմացման համար նպաստավոր են ջրածածկ տարածքները։ Մասնագետները հորդորում են հատկապես այդպիսի տարածքներում կրել փակ հագուստ, օգտագործել մոծակներից պաշտպանող քսուքներ, պատուհանները ցանցապատել։